Պարոն Մանուկյան, դուք տեսանյութեր եք հրապարակել ցույց տալով, թե ինչ վատ վիճակ է փողոցներում, ամեն կողմում փոսեր են եւ երեք քաղաքապետարանի գործակարգավարական նիստում դա պարզաբանում եւ բացատրում էին այս աղի ավազի աշխատանքներով, դնամաքրման աշխատանքներով, որ ցանել են եւ որից էլ առաջացել են փոսերը։ Ըստ ձեզ ինչ ժամկետներում խելամիտ կլինի, որ վերացնեն, որովհետեւ ամեն օր քաղաքացիները դժգոհում են, որ իրենց մեքենաները վնասվում են։ Նախ այդ պնդումը, որ աղն ու ավազն էր, դա սխալ է, եթե իրանք որակյալ ասֆալտ անային չէր քանդվի այդ ասֆալտը, այդ տրամաբանությամբ հյուսային բևեռում գտնվող բոլոր երկրները պիտի խրամատների վերածվեին։ Տեսեք մի պարզ օրինակ ձեզ բերեմ, մասիվը Գայի պողոտան որ կա, Թաղապետարանի դիմաց ասֆալտ, որը որ նոր են իրանք անցյալ տարի են արել ու կառուցման ընթացքում է պարբերաբար խոսվում էր, որ բիտում չեն տալիս իրանք, նորմալ նորմերը չեն պահում, հաստությունը չկա, այդ ասֆալտը քանդվել է։ Նույն տրամաբանությամբ Ամիրյանի փողոցի ասֆալտը չի քանդվել, հասկանում եք, դա թյուրն բռնում է, այսինքն ԿՊ-ն այդ իր ասֆալտչիկի բրենդը սպառել է, իսպար սպառել է, այսինքն իրանք ասֆալտի փողերն ուտում են, անորակ ասֆալտը սարքում են։ Դա անհերքելի փաստ է։ Ինչքան ժամանակում իրատեսական կլինի, տեսեք, օբյեկտիվությունը պահելու համար, եթե անձրևի ժամանակ փորձեն իրանք փոսալցումներ անել, իրոք քանդվի ու դա կատարյալ մսխում պիտի լինի, այսինքն քննադատությունը տեղին պիտի լինի։ Եթե եղանակային պայմանները թույլ տա, ես համոզմունք ունեմ, որ դա շուրջ 1 ամսվա մեջ հնարավոր է ամբողջությամբ վերականգնել այդ փոսալցումները։ Դա ավել Իմ գնահատմամբ այդ ամբողջի ավարտը կլինի, կարծում եմ, ապրիլ ամսին, որովհետև մոտակա ժամանակահատվածում եղանակային տեսությունը նայում ենք տեղումներ է լինում, տեղումների ժամանակ եթե փորձեն անել, դա հերթական փողերի մսխումը կլինի, հետևաբար իհարկե սիրելի երևանցիներ, ներողություն եմ խնդրում ձեզ, ոչ իմ մեղքով այդ անհարմարավետության համար, բայց առնվազն նվազագույնը 1 ամիս ու կես դուք դեռ տառապելու եք, ես էլ ձեր հետ տառապելու եմ այդ փոսերի մեջ։ Եվ նաև գծանշումներ, հա, նորմալ չկան քաղաքում, ինչու դրանք չեն իրականացվում։ Տեսեք, գծանշումները ինչի համար չկան, պիտի ասֆալտը լինի, որ գծանշումն անես, գծանշումն անես, հետո տեղ բերես նորից ասֆալտ անես, նորից գծանշում տրամաբանական չի լինում։ Բայց փաստը մնում է փաստ, որ 18 թվականի հեղափոխության ժամանակ այսօրվա իշխանավորները, որ գետնին պարկած էին, Տարոն Մարկյանի ժամանակ այդ փողոցները բոլորը գծանշած, ասֆալտած, ավարտած է։ Այսինքն իրանց սիրած նախկինների ժամանակ այդ խնդիրը չի եղել։ Հիմա սրանց ժամանակ գծանշումները նորմալ չի, ինչ որ բերեցին նոր մեխանիզմ, որ այնպես գծանշում ենք անում, որը որ չի մաշվում, բան չի անում, բայց տոտալ քաղաքում գծանշման խնդիրները կա, արկա է։ Եվ նաև քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին մեղադրանքի առաջադրվել, միայն գծանշումների ինչպես կմեկնաբանեք սա, պարոն շրջանում օրինակ քաղաքապետարանում այս ձերբակալությունները, մեղադրանքները կարծեք թե սովորական են դարձել։ Տեսեք, կոնկրետ այդ դեպքի հետ կապված մանրամասները, որ չեմ տիրապետում, չեմ կարող գնահատական տալ, որովհետև իրոք չգիտեմ ինչն է եղել, մամուլից եմ տեղեկացել, այլ ինֆորմացիա չունեմ, բայց այն, որ այդ կոռուպցիան պոզով պոչով կենթանին մտել է այս շենք ու սենց թևացում, աստեղից թռնում է, գնում է բյուզանդից հետա գալիս, դա անհերքելի փաստ է։ Կոռուպցիան միջև ամենասենց ականջների ծերը թաթախված են։ Երևան քաղաքի բյուջեն $400 միլիոն է, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ուր է այդ փողը։ Երևանում տեսնում ենք այդ փողը հանենք փողոցում լցենք Երևան, հասկանում եք։ Աբսուրդ է։ Իրոք կոռուպցիան սենց մետաստազի պես չարորակ ռուսկի ամբողջությամբ տարածվել է ամբողջ քաղաքապետարանի շենքով։ Մենակ նայեք, տեսեք քաղաքապետարանի աշխատակիցների կյանքը առաջ ոնց են ապրել, այսօր Սարյան փողոցից էսկոմ չեն գալիս։ Դառնալով Վենսի այցին, 3 ավականոր շատ անդամներ նաև մասնակցում էին ցույցին Վենսի այցի Հայաստան այցի հետ կապված։ Սրա վերաբերյալ ուզում եի ձեր կարծիքն ու դիրքորոշումը լսել, դուք ձեր Տեսեք, ցույց անողների առաջի պահանջը շատ բարոյական եւ արդար էր, այսինքն եթե կեղծ խաղաղությունը կա ինչ հրապարակում են, առնվազն Բաքվի բանտերում պիտի գերիներ չլիներ։ Իսկ այսօր իմ համար խորը ցավ է, ես որ նայում եմ մեր Արցախի ղեկավարությանը, որ դատում են ապօրինի ձևով այդ խայտառակությունը, իմ համար գետինը մտնելիք է, հասկանում եք, ու եթե հեսա պարագայում իրանք եկել են, նաև Վենսը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որ ինքը որ ներկայացնում է, միանշանակ չի, որ ընդունվում է մեր երկրում։ Վենսի կատարած այցի արդյունքները կարծում եմ վաղը դեռ քննարկել է, ինքը մի հատ պետք է գնա Ադրբեջան, հասկանանք ընդեղից ինչ են քաղում, ընդ ինչ է տեղի ունենում, դրանից հետո ինչեր է լինում, նոր գնահատականը տան։ Իմ համար որպես
էներգետիկ ոլորտի նաև մասնագետ, այդ միջուկային էներգետիկայի մասին ինչ որ հուշագիր իրանք ստորագրեցին, դա էր շատ խնդրահարույց ու դրա տողատակերը կուզենամ տեսնել, հասկանալ, որովհետև նույն մեր ատոմակայանը բացի այն, որ համարվում է մեր էներգետիկ անվտանգության գրավական, նաև ազգային անվտանգության գրավականն է ինքը հանդիսանում ու այդ ստորագրած հուշագրի տողատակերը պիտի անպայման են հետևի էջերը մենք տեսնենք ինչ է ստորագրվել, ինչ են արել իրանք այդ առումով։ Իսկ բնականաբար մեր երկրի համար մեծ քայլ է, երբ որ Ամերիկայի կամ ընդունենք Ռուսաստանի գերտերությունների նմանատիպ պաշտոնյաներ այցելում են մեր երկիր։ Նաև դա դրական է, պետք է գնահատես։ Բայց կարող ենք որևէ դրական ակնկալիք ունենալ այս այցից։ Գիտեք, քանի որ մի կողմը Նիկոլ Փաշինյանն է ու ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական բան չես կարողանում ակնկալել, ինչ անում են ավելի վատ են անում, ինչ անում են ավելի վատ են անում։ Մյուս կողմն էլ Ամերիկան է։ Մի այս պարագայում ռիսկերը պետք է գնահատես, նաև հասկանաս դու քո հարաբերությունները միգուցե փչացնես քո բնական դաշնակցի հետ, այդ ռիսկերն է կարողանաս գնահատել։ Դրա համար այս փուլում կարծում դեռ շուտ է գնահատական տալը։ Չեք կարծում, բայց իշխանությունը գնահատում է ռիսկերը։ Իշխանությունը իր իշխանությունը պահելու ռիսկերն է մենակ գնահատում։ Ինքը անում ամեն ինչ PR-ի կամ մնացածի համար, որպեսզի կարողանա իր իշխանությունը 1 օր 1 ժամ ավել պահի։ Իր ամբողջ խնդիրը դա է։ Ու արևմուտքն է ցույց է տալիս, որ ամեն գնով պահում է Նիկոլ Փաշինյանին։ Մենք համոզվել ենք, չէ, որ այդքան քաղ բանտարկյալների խնդիր, որ մեր երկրում կա, այդքան ապօրինությունների խնդիր, դատական համակարգի խայտառակություն, այսինքն դատ տվող, կալանք տվողը ունեն չունեն երկու падգամավոր ունեն։ Մասիս Մելքոյանը մեկը մի հատ ուրիշ մեկն էլ ունեն, էդի էր։ Հասկանում եք, հենց Մասիս Մելքոյանը կարող է դատի չգնալ։ Էլ կարող ես դատի չգնալ, էլի, այդ խայտառակությունը ու նմանատիպ երևույթ մակագրման համակարգը չկա, մյուսը չկա ու տոտալ մարդկանց կբռնեն, կտանեն, տեսնում ենք ոստիկանության շենքերում մարդկանց ծեծելը, մյուսը իսկ կեղծ ժողովրդավարներն էս պարագայում եվրոպացիք լուր եւ համր են, որն անընդունելի է։ Ես լինելով մի մարդ, ով կյանքի մեջ Ռուսաստանում չի եղել, սովորել է Եվրոպայում, վերապատրաստվել է, իմ արժի համակարգով ավելի շատ ձգտում եմ արևմուտք ու Եվրոպա, բայց այսօր իմ համար օրինակ չի տեղավորվում ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում, որ Եվրոպան ոչ մի գնահատական չի տալիս։ Չի կարելի, հասկանում ենք, որ դուք Ռուսաստանի հետ խնդիր ունեք, բայց Հայաստանում ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը փոխվում է։ Չի կարելի, էլի, հասկանում եք, ես ցավում եմ, որ եվրոպական իշխանավորներն ու Եվրոպան տենց է իրան պահում։ Ես Եվրոպայում սովորելու տարիներին տենց բան չեմ տեսել։ Քիմ ինչ որ տեսնում եմ, իմ համար ցավ է։ Այն յոգուրտի գործը խայտառակություն է, ինձ դատում են այդ գործով, մի տարի իմ ելքը փակել են, երկի չեն թողնում դուրս գնամ, որպես լուրջ, շատ լուրջ հանցագործի, հիմա դատական փուլում է, վկաների հարցաքննության պահն է եկել, տեսանյութերը դիտել ենք, ես պնդել եմ, որ ես ոչ մեկին չեմ ստորացրել, ես պնդել եմ, որ տեսանյութի մեջ եղել է յոգուրտ, օրինակն է բերել եմ, երբ որ ես Գերմանիայում սովորում էի, այնտեղ կար քաղաքական ակցիաներ, օրինակ մարդիկ ձվով էին խփում, բոլորը տեսնում եք, եթե երկու հատ զուտ անեմ դնեմ, դրանք ինչ են անել, նորից ստորացված են իրանց զգալու, հասկանում եք, կամ պամիդորով են խփում այս մարդիկ, ինչ պետք է հասկանան, կամ կարմիր հեղուկ էին դնում մարդկանց վրա, իսկ մեր երկրում ունի ժողովրդավարության բաստիոնի այդ խնդիրն է, էլի, դու քաղաքական ակցիա ու պրիտոմ հայտարարում ես, որ դա քաղաքական ակցիա, այսինքն չես գնում անում, post factum չես արձանագրում փաստը։ Նախորոք ասում ես, որ ես գնալու եմ, ես եմ անելու, սենց քաղաքական ակցիա է։ Նախորոք ասում ես, որ թաղապետի պահվածքը եղել է լկտի պահվածք, որ թաղապետը պիտի դրա համար ներողություն խնդրի։ Իր գործընկերներին ես հորդորը ասել եմ, ժողովուրդ գնացեք, ասեք չի կարելի, պնդում են հակառակը, վերջում մեղադրանք առաջադրում են ինձ։ Ես էլի նորից եմ կրկնում, մի դատը գնում է փետրվարի 26-ին հաջորդ դատն է, նաև եթե ազատ ժամանակ կունենաք, կցանկանամ, որ լուսաբանեք։ Ֆակտատիվին պատասխանել էին քաղաքապետարանից, որ 634 միլիոնի պարգևավճար է ընդհանուր առմամբ ստացել քաղաքապետարանի աշխատակազմը։ Սա նորմալ է ձեր դատմամբ։ Տեսեք, իմ համար նորմալ է, որ փողոցի մաքրող ԵԱՍՄ-ի աշխատակիցը պարգևավճար ստանա։ Իմ համար նորմալ է, որ ավտոբուսի վարորդները պարգևավճար ստանան, որովհետև այդ մարդիկ արտաժամյա աշխատում են ու գումար չեն ստանում։ Իմ համար աննորմալ է, որ պարգևավճար ստանում է Տիգրան Ավինյանը կամ իրանց վարչության պետերը։ Իմ համար աննորմալ է, որ պարգևավճար ստանում են փոխքաղաքապետերը ու մեծ պարգևավճարներ են ստանում։ Այ դա է աննորմալ։ Իմ համար աննորմալ է, որ այս շենքում տաք կաբինետներում նստած մարդիկ են պարգևավճար ստանում, բայց փողոցում աշխատող
կամ Երևանի ենթակայության պոլիկլինիկաներում աշխատող քույրը կամ պահակը, որ աշխատում է, այդ մարդը պիտի պարգևատրվի, այդ մարդուն պիտի փող տաս, բայց իրանց պիտի ոտից կախես վատ աշխատելու համար։ Դա բռնության կոչ չի։ Ինչ ասում եմ, հետևից պետք է ասեմ բռնության կոչ չի։ Դա քաղաքական գնահատական է։ Գնում են վազելով գրում են։ Մի օր լավ տղա են խաղում, հաջորդ օր գնում են Վիլյամ Սարոյանը գլուխը քարն ատվես, սկսում են գրել ին վրա։ Չգիտեմ դրանց ինչ պետք է անեմ։ Ես եմ շնորհակալ։